Նատիվ բաներ ա գրվել Էլիզի հասցեին, նայք Էլիզան, այդ երեխեն ուզում է եւ պատմությունը կերտի։ Ինքը արժանի է։ Հացենի չի, մենք ուզում էինք օրինակ հիմա ինքը գնա թե ես բարձ է որպես ծնող յուրաքանչյուր ծնող ինքը ավելի շատ է ուզում ավելի ապահովության մեջ է իր տունը։ Բարձ է որ իմ համար իմ տունը ամենաապահով տեղն է Էլիզի համար։ Բայց ես այս պահին իմ կնոջ հետ, իմ ծնողներս, իմ աղբերներս, մեր ամբողջ ընտանիքը մենք ուզենք թե չուզենք այս պահին մենք պետքա հարմարվենք այն որոշման հետ, որը կայացրել է 20 տարեկան աղջիկը։ Այսօր էլ ես գնացել եմ այն տուն, մենք ընտանիքով գնացել ենք, ճաշել ենք Էլիզի հետ, մոռացանք է վիդեո նկարենք։ Ես խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ եկավ էս ժողովուրդ ջան, ձեր ինչ խնդրեմն է։ Ես խնդրում եմ ձեզ, էլի, այ կուզեմ որ այս վիդեոն շատ տարածեք, որովհետև բաներ են ինձ ուղարկում, որ մարդիկ sense բաներ ամոթ է ժողովուրդ ջան, այդ երեխա պատմություն է կերտում։ Մեր ընտանեկան ավանդույթների մեջ մենք մեր համար այդքան նորմալ չի, որ աղջիկը կամ նույնիսկ տղան որտեն շուտ առանձնանա ապրի։ Ես ձեզ լրիվ լուրջ եմ ասում, նայեք ձեզ ինչ եմ ասում։ Բայց դրա հետ մեկտեղ, երբ որ այդ որոշումը կայացվում է, մենք բոլորս հաշտվում ենք ու համաձայնվում ենք դրա հետ։ Ոնց որ օրինակ իմ հարազատ եղբայրս տեղափոխվեց Միացյալ Նահանգներ։ Համաձայն եք, չէ՞ իմ որ Էլիզը արժանի է, որ պատմություն իր կերտի։ Եթե իմ հետ համաձայն եք, հələ հակառակ արեք։ Այդ երեխուն հիմա պետքա ոգևորել։ Կապ չունի որ ինքը 20 տարեկան է։ Ինքը նոր իր կյանքում նոր փուլի մեջ է մտնում։